բոլորս մեր դպրոցի որակին վստահում ենք, որ սոցիալական անձնակազմի այլոն է, ապահովում է եւ կրթության մակարդակ, եւ դաստիարակչական աշխատանքները կատարվում են բարձր մակարդակի եւ դա կատարվում է տնօրենի բարձր հովանոյի ներքո եւ գլխավորությամբ։ Կարող եմ ասել, որ մեր դպրոցում իրոք դրված է առաջ բարձր ցուցանիշ որակի կարելի է վիճակագրությունը ուսումնասիրել եւ տեսնել, որ մեր դպրոցի շրջանավարտները ինչ արդյունքներ ունեն, ինչ բուհերում են սովորում, ինչ պաշտոնների են նշանակված եւ ընտրված եւ այլն։ Որակը եւ մակարդակը տնօրենի դերը այդ հարցում բավականին բարձր է, որովհետեւ տնօրենը ինքը հանդիսանում է կառավարիչ եւ եթե կառավարումը կատարվում է բարձր մակարդակի, մնացած գործընթացները արդեն կազմակերպվում են լավ։ Մեր ցանկությունն է, որպեսզի Նատալի Գարիգնային վերանշանակեն այդ պաշտոնին, եթե այս պահի դրությամբ ինչ հարցերի ելնելով հնարավոր չի դա կատարել, ոնե ժամանակով պաշտոնական դառնշանակվի այնպիսի անձնավորություն, որը մեր դպրոցի որակին ծանոթ է, գործընթացները հեշտ կկառավարվի, առավել ևս մայիսյան ժամանակահատվածում եւ հնարավորություն ստեղծվի, եթե մենք բաց ծանոթ չենք ինչա տեղի ունեցել, ինչն է պատճառ եղել, որ Նատալի Գարիգնային չեն հաստատել այս պաշտոնին։ Տեղեկատվության բացակայությունը բերել է այսպիսի վրդովմունք։ Օրինակ, եթե հրապարակեն ձայնագրությունը եւ ստացվի այնպես, որ քաղաքապետարանը ճիշտ որոշում է կայացրել եւ տնօրենը որոշ սխալներ է ծնվել, այդ դեպքում ձեր քայլերը որոնք են եղել։ Ես հակված եմ մտքին, որ եթե 12 տարի Նատալի Գարիգնան իր կառավարումով կարողացել է ապահովել այս որակը, որոշակի թեթև թերություններ ոչ բոլորը կարան այսօրվա դրությամբ այս ատեստացիաները անցնեն եւ ոչ բոլոր կառավարիչներն հիմա ատեստավորվում են բարդ մակարդակի, ինչպես դպրոցի տնօրենները։ Ես հակված եմ այն մտքին, որ եթե հրապարակվի ինչ-որ հարցեր բարձվի, այդ ժամանակ հնարավորություն ստեղծվի եւս մեկ անգամ ատեստացիան ապրելու։ Բայց քանի որ ես ասում եմ, որ որակը գոյություն ունի մեր դպրոցում եւ որակը ապահովված է, եթե 12 տարի Նատալի Գարիգնան կարողացել է այդ որակը ապահովել, արդյոք այդ ատեստացիայի ընթացքում միգուցե վատազգաց ինչ-որ պահ ինչ-որ բաներ լինում է, որ ուսանողը մի տարի չի ընդունում, մյուս տարի ընդունում, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը ընդհանրապես այլևս սպիտանի չի։ Իսկ այս պահին դեռև դասադուլ եք, թե ինչ-որ դասապրոցես իրականացվում է։ Ճիշտ ասած, ես դպրոցի ծնող եմ ու տեղյակ չեմ, այո, իմ երեխան այսօր չի եկել դասի, ու ասեմ, որ ինքը վատ առողջ է եղել հինգշաբթի օրը, չէր եկել, բարձր ջերմությունով պարկած է, բայց որ իմացավ դպրոցում սենց իրավիճակ է, սկսեց լացել ու խնդրել ինձ, մամա ջան, արի գնանք դպրոց, արի գնանք տեսնենք ինչա պատահել։ Ես ձեզ ասեմ, Նատալի Գարիգնայի օրոք քրոջս աղջիկը ավարտել է այս դպրոցը։ Ինչի եմ դա մատնանշում, որովհետև ուզում եմ այդ որակը եւս մեկ անգամ ձեզ ցույց տամ։ Այսօր իր երեխան սովորում է մեր դպրոցում երկրորդ դասարան։ Դա նշանակում որ որակը եւ ամեն ինչը այնքան է բավարարել ես, որ մենք մեր երեխային նորից բերել ենք մեր դպրոց։ Եվ իմ կարծիքն է, որ ինձ համար ավելի հաճելի եւ ցանկալի կլներ, որ փակ քվեարկություն կազմակերպվեր ծնող կոմիտեներով դպրոցի տնօրենի եւ թող նախարարություններ որպես երրորդ անձ դիտորդ լիներ այդ գործընթացին։ Այդ ժամանակ ամեն ինչը բաց կլներ։ Արդյոք 12 տարվա կառավարման փորձ ունեցող մարդը չի կարող շարունակել իր պաշտոնավարումը։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։